Տիկին Վարդանյան, այժմ հավաք է իրականացվում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, ինչ սպասենք, արդյոք ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն Բաքու գերիներին տեսնելու։ Գիտեք, այսպես ասեմ, եթե վստահաբար փորձեմ ասել այո, կնշանակի, որ ինքս ինձ եւ նաեւ մյուսներին խաբում եմ, որովհետեւ այստեղ միայն ՄԱԿ-ի ցանկությունը չէ, այլ մենք գիտենք, որ Բաքվի բռնատիրական ռեժիմը ամեն կերպ փորձում է խոչընդոտել միջազգային կառույցների կողմից որևէ քայլ, որ ուղղված կլինի գերիներին տեսակցելուն եւ հենց Կարմիր խաչի գրասենյակի փակումը Բաքվում դրա վառ ապացույցն է։ Բայց ասել, թե մենք պետք է այսպես հանգիստ նստենք, սպասենք, տեսնենք, թե դատավարությունը ինչպես է ընթանում, այդ կեղծ, այդ, չգիտեմ, այսպես ապօրինի դատավարությունը, դա էլ սխալ կլինի, եւ կարծում եմ, այո, սա քայլերից մեկն է։ Բայց գիտեք, շատ կարևոր մի բան կա։ Եթե մեր հայրենակիցների համար, որոնք որ գտնվում են այսօր պատանդի կարգավիճակում Բաքվում, գործողությունները համակարգված չլինեն, ես ցավով եմ ասում, ես ինքս չեմ ակնկալում, որ որևէ արդյունք կունենա։ Ես չեմ ակնկալում, եթե համակարգված աշխատանք չլինի, որ ԵԽԽՎ-ի բանաձևը իսկապես Եվրոպայի խորհրդի Եվրոպարլամենտի բանաձևը Եվրոպայի խորհրդի կողմից պատիժների մեխանիզմ կստեղծի եւ այլն։ Այսինքն պետք է ստեղծվի համակարգված մարմին, որը կհամակարգի բոլոր գործողությունները, ակցիաներ, նամակներ, միջազգային կազմակերպություններին ներգրավել, միջազգային իրավապաշտպաններին ներգրավել, այսպես գործիքները շատ են եւ այդ ուղղությամբ իսկապես գործիքայլեր պետք է արվի։ Տիկին Վարդանյան, երեք Փաշինյանը ասաց, որ արդեն խաղաղության պայմանագրի հետ կապված համաձայնագիր կա, ինչ եք կարծում, այս խաղաղության պայմանագիրը իզորու է հետ բերել Բաքվում գտնվող հայրազմաքաղաքական գերիներին եւ արդյոք խաղաղություն կգա այդ պայմանագրով։ Եկեք ֆիքսենք, որ խաղաղության պայմանագրում չկա որևէ դրույթ, որը նախատեսում է ռազմագերիների վերադարձ։ Այսինքն ես չգիտեմ իրենք ինչ են բանակցել, այսպես գաղտնի պահելով եւ այլն։ Ես չգիտեմ այդ 17 կետերից որևէ մեկը Հայաստանի Հանրապետության պահանջով է եղել թե ոչ, որտեղ գրեթե վստահ եմ, որ 17 կետերն էլ Ադրբեջանի պահանջներն են եղել, որոնք որ այս իշխանությունների կողմից ընդունվել են։ Հետևաբար ակնկալել, որ այդ պայմանագիրը, որի ընդունումը ընդ որում Ադրբեջանը կապում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հետ, ես չեմ կարծում, որ այդ փաստաթուղթը լուծելու է ռազմագերիների հարցը։ Առավել եւս վստահ եմ, որ այդ փաստաթուղթը խաղաղության երաշխիք չի հանդիսանալու, որովհետև մենք տեսել ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որին հաջորդել է Բաքվի ագրեսիան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Մենք տեսնենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որից հետո արցախցիները էթնիկ զտման են ենթարկվել։ Հիմա այդ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխիք տալու է, վստահ եմ, որ ոչ։ Իսկ ինչ կտա խաղաղության պայմանագիրը։ Ասեմ ինչ կտա, դա կլինի մի թուղթ, որը ձեռքին Փաշինյանը կշրջի տնից տուն եւ կասի հաջորդ ընտրություններին կլինի դա արտահերթ թե հերթական, ընտրեք ինձ, որովհետև ես ձեզ բերել եմ խաղաղություն, որը գրված է բացառապես թղթի վրա։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այս քայլով եւս մեկ անգամ պատրաստվում են ընտրություններին։ Այս ամբողջը իհարկե Փաշինյանն արել է ընտրությունների համար։ Բաքուն այս ամեն ինչը արել է, որպեսզի այդ փաստաթղթով ամրագրի իր կողմից Արցախը օկուպացնելու հանգամանք, այսինքն նա դրանով իսկ փորձելու է փակել Արցախի թեման, որովհետև այդ նույն փաստաթղթում չկա որևէ կետ, որը կնախատեսի արցախցիների վերադարձ Արցախ։ Հետևաբար այս պետություններից յուրաքանչյուրը ունի իր նպատակը, Բաքուն հասկանալի է, որ այսպես արդարացնի իր 20 թվականի պատերազմը եւ նաեւ 23 թվականի էթնիկ զտումները, իսկ Փաշինյանը ունենա մի փաստաթուղթ, որով որ ժողովրդին կհամոզի, որ խաղաղություն է բերում։